է, ոտքի։ Այսօր մենք հավաքվել ենք, որ քննարկենք Կիքորի մահվան գործում։ Մեր մեղադրյալներն են Բազոզ Արտեմը և պարոն Համբոր։ Նրանց դատապաշտպաններն են Վիկտորիա Հովսեփյանը և Ալեքսանդր Լևինը։ Մեր դատախազն այսօրվա համար Էվին Արմինյանը։ Տուժվածներն են Մայնանին և Քույրզանին։ Վկաներն են Բազոզ Արտեմի կինը և մայրը։ Որդուս տարար Տիֆլիսում մահացավ, ասում էին Համբո, մի տար չլսեցիր, ով է պատասխան տալու իմ որդու սարը մարմնի համար։ Սա բազազներն են։ Խոսքը փոխանցեք մեր այսօրվա դատախազին։ Բազոզ Արտեմ, դուք ձեզ համարում եք հարգալից քաղաքացի, բայց իրականում դուք դաժան չհանգործող եք։ Դուք Կիքորին վերաբերվեք որպես անխոս գործիքի, այլ ոչ թե երեխայի։ Ձմռան ցրտին նրանք թողել եք բարակ շոյերով։ Դա ձեր անտարբերությունն ու խղճի բացակայությունն է, որ սպանեց Կիքորին։ Խոսքը փոխանցենք Բազոզ Արտեմի դատապաշտպանին։ Բազոզ Արտեմը մեղավոր չէր, նա չէր ուզում Կիքորի մահը տեսնել, նա իրեն շատ լավ պահում էր, չնայած որ երբեմն չէր թողում հաց ուտի կամ քնի, բայց նա չէր ուզում նա մահանա, ուզում էր ավելի շատ, որ իսկական մարդ դառնա։ Ես իրան շատ լավ եմ պահել, իմունիտետն էր վատը, դրա համար էլ հիվանդացավ, ես մեղավորություն չունեմ։ Ընդհանրապես ես եմ մեղավոր, տղուս տարա անծանոթների մոտ աշխատելու։ Պարոն Համբո, շատ սխալ եք խոսում։ Ինձ թվում է գյուղում բոլորը գիտեն, թե պարոն Համբոն ինչ բարի եւ պարտաճանաչ մարդ է, նա Կիքորին միայն լավն էր կամենում եւ չէր ուզում, որ Կիքորը ինպես չարչար։ Խոսքը փոխանցենք վկաներից մեկին։ Եթե հանկարծ երեխային այդքան լավ էլ չէին պահել, բարակ շորեր էին հագցնում, քիչ հաց էին տալիս, երբեմն ձեռքերին ուզ բարձրացնում։ Իմ կարծիքով Արտեմի մեղքը կա։ Այսինքն բան։ Դե ինչ անենք, անշնորհականին լավ էլ պահում էինք, մեկ-մեկ հաց էինք տալիս, ու բացի այդ ես սկզբից էլ դեմ էի, որ ինքը մեր մոտ աշխատի։ Պարոն Համբո, դուք հարեք, բայց ձեր արարքները հայրական սերտիֆիկատ չեն տալի։ Դուք վաճառեցիք ձեր երեխուն եւ թողեցիք անծանոթ քաղաքում անծանոթ մարդկանց մոտ։ Դուք այնքան եք տարված փողով, որ չլսեցիք ձեր կնոջը եւ ձեր երեխու մորը։ Խոսքը փոխանցենք պարոն Համբոյի դատապաշտպանին։ Կիքորը արդեն բավականին հասուն էր եւ նա կարող էր աշխատանքի գնալ։ Իսկ կարծում եմ դուք չպետք է միջամտեք նրանց տնտեսական հարցերի մեջ, քանի որ եթե հայրը որոշել էր, որ պետք է որդին աշխատի, այդպեսին ուզելու էր։ Դեռ որդին անվճար էր աշխատում, իսկ նրան նույնիսկ հաց չէին տալիս եւ ինձ լուր է հասել, որ երբեմն էլ նրա վրա ձեռք էին բարձրացնում ու ինձ թվում է դա անթույլատրելի է։ Մեղքը բազմիտ է։ Խոսքը փոխանցենք Բազոզ Արտեմի դատապաշտպանին։ Բազոզ Արտեմը մեղավոր չէր, նա չէր գիտակցում, որ երբեմն իր սխալներով կարող էր ազդել Կիքորի վրա։ Դատավորը գալիս է, ոտքի։ Դատարանը կայացրեց որոշում, որ Բազոզ Արտեմին մենք պետք է ենթարկենք 6-7 տարի ազատազրկություն։ Դատավորը գալիս է, ոտքի։ Նստեք։ Այսօր մենք հավաքվել ենք Տուժվածներն են Մայրանին և Քույրզանին, վկաներն են Բազոզ Արտեմի Տուժվածներն են Մայրանին և Քույրզանին, վկաներն են Որդուս տավլա Բազազներն են։ Չէ, ապի։ Աղջիկս։ Չէ, ապի։ Աղջիկս։ Որը սար է։ Դուք այնքան եք տարված փողով, որ չլսեցիք ձեր կնոջը եւ ձեր երեխու մորը։ Սուպեր։ Դատավորը լքում է որոշում կատարելու համար։